19 տարեկանում, երբ ընկերս առաջարկեց փախչել, չէի կարող գիտակցել, որ այդ քայլով կորցնելու եմ հայրենիքը, ընտանիքը եւ իմ աշխարհը, ասում է ամերիկաբնակ արվեստագետ Զատիկ Զատիկյանը, ում էլ այսօր հրավիրել ենք մեր տաղավար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Զատիկյան, ինչն էր պատճառը, որ 19 տարեկանում Արաքս գետը, որքանով ես գիտեմ, լողալով ցուրտ ձմռանը հեռացել եք Հայաստանից։ Իհարկե պետք է վերադառնանք 60-ական թվականներին, որ ես ուսանում էի Փանոս Թագրամազյանի ուսումնարանում եւ այնտեղ մեր արվեստի պատմությունը ամբողջովին մեզ տեղեկացնում էր արևմուտքի արվեստի մասին եւ ոչ մեկ սովետական արվեստի մասին, որովհետեւ բոլոր ժամանակակից արվեստները գալիս էին արևմուտքից, այնպես որ ռոմանտիկ մարդկանց համար, որ ես շատ ռոմանտիկ անձ եմ եղել, սա ինձ համար բավականին մեծ երազների բույն սարքեց, որ արևմուտք, եթե կարողանամ դուրս գալ, ուրեմն շատ ավելի կարող եմ արվեստս զարգացնել։ Սա արվեստի կողմից իհարկե, կյանքի կողմից իհարկե սովետական ժամանակաշրջանում ես դեռ չլսեցի որևէ մեկ սովետական քաղաքացուց, որ շատ գոհ էր ապրելու սովետական կարգերի մեջ։ Դրանցից մեկն էլ իմ ընտանիքս եւ ես եմ եղել, որովհետեւ ինչպես պատմությունը, եթե սերտենք, կտեսնենք, որ սովետական ժամանակաշրջանում այնքան ճնշում կար քաղաքացու վերաբերյալ։ Մեկ թաղից մյուս թաղը գնալու համար թաղամասից պետք է անցնել եւ զեկուցում տայր, որ ես պետք է տեղափոխվեմ A-ից դեպի B-ն։ Ամեն մի փոքր բաներ այս տեսակ արդեն դառնում էին զզվելի իհարկե կարող եմ ասել եւ երբ որ մեծանում ես մի մեծ բանդարկված վիճակի մեջ, որ էր սովետական միությունը իր սահմաններով, այդ սահմաններից դուրս չէր կարող դուրս գալ, սկսվում էր գերես, երբ որ մի բան քեզ ասում եմ, որ չես կարող անել, ուզում ես այդ անել ամենաշատը։ Սա, եւ ես այդ կյանքի ձևի մեջ մեծացա ու երբ որ չես կարող եւ արվեստի մեջ էլ դեր տակավին որ արվեստագետը պետք է շատ ազատ լինի եւ ոչ թե փագի տակ, որ կարողանա ստեղծագործի արտահայտի ինչ որ իրեն մղումը որ արտահայտի, երբ որ չես կարողանում երազում ես։ Երբ որ մեկն եկավ ասեց ճանապարհ կա, որ կարող ենք դուրս գալ, կուզենայի դուրս գալ, անմիջապես ասի այո։ Չեք վախենում, որ կձերբակալեն, կսպանեն։ Գիտեք, մինչև որ շաքարը չես ուտում, չես իմանում, թե շաքարը ինչ համ ունի։ Երբ որ փորձառությունը չունես, կարող ես մտածել, բայց առանց շատ վախենալու։ Ես անձամբ վախկոտ մեկը չեմ եղել իմ մանկուց ի վեր, մեծացել եմ վայրի խոտի նման, բոլոր դպրոցները, որ գնացել եմ շատ վաղ տարիքից, Պիոներ պալատ, Փանոս Թագրամազյան, իմ ծնողքս չի տարել ինձ, չի հետևել ինձ, ես եմ արել ամեն այս ճանապարհները ես եմ գտել, ես եմ ուզել ու արել եմ, վաղ իհարկե մտածում ես, որ սա մահ ու կյանքի խնդիր է, այսինքն կասկած չկար, որ բոլորն էլ գիտեին, որ նույնիսկ ճանճը չէր կարող սահմանը անցնել այդ փշալարերը, որ մենք տեսանք, երբ որ հասանք հոկտեմբերյան սահմանի եզերքը, բայց այդ երազը այնքան ուժեղ էր, որ միայն երազի մասին ենք մտածում, միայն դրական եւ ոչ մեկ բացասական բանի նկատմամբ։ 5 հոգի ենք, իհարկե, 5-ս կամաց մոտ եկանք, եւ 6 ամիս ժողովներ ունենալուց հետո
որոշվեց օրը նոյեմբեր 26 1965 թիվ ձմեռ թքում է սառույց մենք Արաքսը պիտի լողանք այսինքն եւ բնությունն հակառակ եւ ամբողջ մտածելաձևն հակառակ որ այսինքն մահի ես գնում անկասկած եւ որ այդպես էլ եղավ 5 հոգուց միան 2 հոգի ազատվեցինք երկուսին խփեցին ջրի մեջ մեկը հետ վերադարձավ չկարողացավ լողանալ որտեվ ջուրը ինքան սառներ ոնց որ միլիարդավոր ասեղներ քեզ գցի սառույցի մեջ ես լողանում վերջ-վերջո ձմեռ ժամանակ հագուստերով եւ նա հետ վերադարձավ լողալու մեջ շատ ուժեղ չէր ես եւ Ռեմի Մանուկյանը ընկերս որ օպերայի թմկահարներ այն ժամանակ 10 տարի ինձանից ավելի մեծ էր, ես 19 էի, ինքը 29, կարողացանք հաջողեցնել դեպի Թուրքիա։ Որոշ ժամանակ անց վերջապես հասակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այո, իհարկե մեծ տարան տարբեր քաղաքների միջով Էրզրում, Անկարա եւ հասանք Իստանբուլ, Իստանբուլից հետո մնացինք որոշ ժամանակաշրջան Իստանբուլում, Իստանբուլից գնացինք Բեյրութ, որովհետև Թուրքիան քոթա չուներ Ամերիկա գալու, via Beirut, Beirut-ի միջոցով անցա World Council of Churches, եկանք New York։ Ճանապարհին էսից եք փոշմանել, ասեք չէ ինչ եմ անում հետ գնամ։ Լողացած ժամանակ 200 զինվոր վրետ է կրակում, ինչպես կարող ես մտածել, որ հետ գնաս։ Երբ որ խփում են, կրակում են ամբողջ խամիշները վրետ անգնում կրակոցից։ Երբեք, որովհետև երբ որ անցանք, Մոսկվան կապնվեց Անկարայի հետ եւ Մոսկվան մեզ պահանջեց իդ ասելով որ մենք հանցագործներ ենք մարդ ենք սպանել բանի մեջ ճամփորդության մեջ իրանք են մեր ընկերներին խփել մեր վրա են գցում որ թուրքերը մեզ հետ տան բայց թուրքերը մեզ տեսան որ մենք սև տրուցիկով սովետական տրուցիկով ջուրն անցանք մերկ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցես տվեց այն ազատությունը այն ամենը ինչի համար պայքարում էիք Կարող եմ ասել միանգամայն մշակութային այնպիսի մեծ հակասություն ու տարբերություն կար Ամերիկայի եւ սովետական կարգերի մեջ սովետական կարգերի մեջ դու ճանապարհին նույնիսկ չէիր կարող թքել կբռներ ոստիկանը քեզ կամ կանանչ խոտի վրայով մայթի վրա չէիր կարող քայլել անցնել ասենք շատ բարձ հասարակ իրականություններ իսկ Ամերիկայում ես երբ որ առաջի ամենակարևոր քաղաքը որ ես հասա Սան Ֆրանցիսկոն էր եւ Սան Ֆրանցիսկոն կենտրոնն էր հիփի շարժմանը հիփիների որ երկար մազերով եւ Janis Joplin, Jimi Hendrix, Santana, բոլոր խմբերն ու բաները որ երգում էին ամբողջ աշխարհի մեջ հեղափոխություն էր սկսվում երաժշտության մեջ, երիտասարդության մեջ, բոլոր երիտասարդությունը ճանապարհներն էին դուրս գալիս Վիետնամի պատերազմի դեմ պայքարում էին։ Ոայ մեկը դրանց չէր բռնում։ Այդպիսի բան երբեք չէր կարող տեսնել սովետական կարգերի մեջ, քանի որ դրանք իրանց քաղաքացիներին բանդի մեջ էին դրել, փշալարերի մեջ էին դրել, որ չկարողանան դուրս գալ։ Շատերը այդ բռնաճնշումներին դիմացան, չէ, պայքարեցին, բայց ձեզ չասացին վախկոտես գնացիր, մեր նման չպայքարեցիր։ Ես չգիտեմ ինչ ասեցին, որովհետև ես կապի մեջ չէի քաղաքացիների հետ Հայաստանի մեջ այլևս, չէ, բոլորն էլ հետո վերջը լուրեր ստացանք, որ շատ ուրախ են, որ մենք կարողացանք անցնել, որտեղ Երևան քաղաքը խառնվել էր ճիշտ Բորշի նման, որտեղ սես բան չի լինում եւ հետո բոլորն են ուսանող կամ կրթված երաժիշտ արձանագործ տղեկ էինք մենք, բացի մի հոգուց, որ գյուղացին էր, որ
դրա միջոցով կարողացանք սահմանը մտնելու, կարողացանք արաքսին հասնել։ Սա շատ երկար մանր պատմություն ունի ու այսինքն սոխի նման կարող ես անընդհատ բան անել, շերտավորված շերտեր հանել եւ դեպի միջև ուղնուցուց որ գնաս ամիսներ կառնեն։ Այդ տեսակ պատմություն է ես սենց իմ միջալոց պատմում եմ, որ ինչպես անցանք եւ 5 հոգուց քանի հոգի մնաց եւ կարողացանք հասնել 1.5 տարի վերցրեց որ մինչեւ ես Ամերիկա հասա։ Բայց տեսեք 19 տարեկանում մենք շատ բան չենք հասկանում։ Ժամանակի ընթացքում նոր կյանքը, աշխարհը, մարդկանց ենք ճանաչում։ Եթե մնայիք, գուցե այստեղ հենց դուք առաջ գնայիք եւ հասնեիք ձեր նպատակներին։ Ես կարող եմ մի հատ շատ հետաքրքիր օրինակ բերել մեկ շաբաթ առաջ պատահեց սա ինձ հետ Երևանի մեջ դեր որոշ ընկերներ ունեմ հատուկենտ մնացել են ընդհանրապես դուրս են եկել որոշները մահացել են որ երբ որ իմացան ցուցահանդես սա գնում Confession արվեստի կենտրոնում եկել էին նայել էին առանց ոյեմ բան հասկանալու այսինքն ես հպարտ չեմ որ չեն հասկանում Երանի հասկանան ուզեցին անպատճառ ինձ հետ կապի մեջ մտնել որովհետև իրանք Երևանում էին մնացել ինձանից ասենք 1 տարի մեծ կամ 1 տարի փոքր ես արդեն դուրս եմ եկել 59 տարի ուզեցին հանդիպում եւ ես երբ որ արիթը գտա հանդիպեցի տարան ինձ իրանց ստուդիոն խոսում ենք իրենց ստուդիոն մի ստուդիո էր որ իմ դասատուներս այդ տեսակ ստուդիոներ ունեին ժամանակին նույն մտնորդով մի տարածություն եւ նույնիսկ քանդակները նույն իհարկե իմ դասատուս Արա Հարությունյանն ա եղել շատ մեծ արվեստագետ Հայաստանի եւ միջազգային ասենք սովետական կարգերի ժամանակ կարող եմ ասել ամենալավն էր իր ժամանակվա մեջ սրանք դեր ուսանողական այդ ժամանակաշրջանի գործեր ոնց որ լինեին ես բան չուզեցի ասել հարցրեցին թե ուրիշ ինչ գործեր ունեմ ինչեր եմ անում հիմա որ Ամերիկայում եմ եւ նույն հարցումները տվին եթե ես երբեք փոշմանացեի թե չէ ես սկսեցի իմ գործերս որոշ գործեր որ ունեմ միդիայի վրա բանի տելեֆոնից վրա սկսեցի ցույց տալ մի աշխատանք որ 9 մետր 4 մետրով 9 մետր բարձրությամբ ստուդիոյից մեջ սա արևածագն է արև ֆորման ես ընկերս ինձ դարձավ ասեց բայց ասեց արձանն ուրա գիտեք ես ինչ է նշանակում ես Թուքս կոլտովի ասի ինչ ես ուզում ասացնել արձանն ուրա ես քեզ արձան եմ ցույց տալիս կարող է պատահի ուրիշ մի բան ցույց տալիս 81 տարեկան մարդ է եթե ես ստեղ մնայի կարող է իրար նման լինեի հարցրեի թե արձանն ուրա գիտեք այդ ինչ ապտակա այսինքն ցույց է տալիս թե ինքը ուր է մնացել ես ուր եմ գնացել ես գնացել եմ հասել եմ Արարատի գագաթը ինքը մտել է Արաքսի ներքևը այդտեղ է մնացել միջև հիմա այդ է տարբերությունը ու ինձ ասում է արդյոք ասում է հո չես փոշմանել ասի ոնց կարող է փոշմանում ես Արարատի գլուխն եմ Հո դուք տարածական արվեստի ճյուղերից մեկն եք ընտրել ինստալացիան այ ինչու հենց այդ ճյուղը ինչու եք պայում ավելի շատ ազատություն է տալիս մարդուն արվեստն է իմ հետաքրքրությունս 4-5 տարեկանից հիմա ես 78 տարեկան մարդ եմ մինչև հիմա միայն արվեստն է եղել իմ կյանքս ու եթե ես արվեստ չունենայի ու ես ճանապարհը անցած լինեի կարող է պատահի ես գժվեի գիտեք ինչ կորցրեցի ես երբ որ
արագ ստանցնում ես բոլոր կամուրջները վառում ես, որ հետ չես կարող գալ։ Բրեժնևի ժամանակ, կոմունիստների ժամանակ ես դավաճան էի, ինձ կբռնեին Սիբերիա, ոչ թե Սիբերիա կուղարկեին, Սիբերիայում կկախեին։ Հա? Okay. So, այնպես որ արվեստը միակ իրականությունն էր իմ կյանքիս մեջ, որ ինձ փրկեց։ Եթե ոչ շատ մեծահարուստ հայ ընտանիքների, որ ծանոթացա Իստանբուլից սկսյալ, ոչ թե 1 միլիոն ունեին, սա 1 միլիարդ ունեին, ճանապարհներ էին սարքում, ֆրիվեյներ էին գցում Անկարայի եւ Իստանբուլի մեջ, մեծ կոնտրակտորներ, բաներ, ընտանիքներ ու ընտանեկան երեխաներ ունեին, որ աղջիկներ, ես 19 տարեկան Իստանբուլում եմ, ուզեցին անմիջապես ամուսնացնել ինձ։ Ասին, եթե այստեղ մնաս, դու նյութական որևէ մեկ բանի հոգ չես ունենա։ Ես ասի, դուք ինչ եք ասում, ես չփախա, որ Իստանբուլ գամ։ Ես ուզում եմ աշխարհ տեսնեմ։ Ուր որ արվեստ կա, ես Թուրքիա չեմ փախել Հայաստանից։ Գիտեք, երբ որ Բեյրութ հասա, նույն պատմությունը, Նյու Յորք գնացի նույն պատմությունը, Սան Ֆրանցիսկո նույն պատմությունը, ստիպված հայերից հեռու մնացի, որովհետև տեսա, որ հայերը դրսում արվեստով չեն հետաքրքրված։ Իսկ ինձ սնողը հոգեպես արվեստը, ոչ թե նյութը։ Սուրեն Սարոյանը դատախազն էր ամբողջ Սան Ֆրանցիսկոյի, հսկա մի ուժ, մալթամիլիոներ, հա, եւ սան բոլորը ինձ նույն առաջարկություններն էին անում, ինձ ասեց, եթե ասեց, ես ասեց, շենքեր ունեմ, Սան Ֆրանցիսկոյի մեջ, գարաժներ ունեմ, պետք ունեմ ազնիվ երիտասարդ մի ուժ ունեցող տղայի, որ սրանք բոլոր ղեկավարեն եւ ասեց, ես քեզ partner կսարքեմ, այսինքն մաս կունենաս իմ գործիս մեջ։ Այդքան սիրեց ինձ ու էներգիան կար բան, բայց ասի, պարոն Սարոյան, ես արվեստագետ եմ։ Ես բիզնեսի հետ ինչ գործ ունեմ։ Զարմացավ մարդը։ Այսինքն ես կարող եի 2 տարվա մեջ միլիոնատեր դառնալ ինքնաբերաբար։ Այսինքն ինձ նյութը պետք եղել է, բայց ոչ թե նյութը առաջնակարգ, արվեստը, որովհետև ես դրա մեջ եմ մեծացել, ես ծնվել եմ որպես արվեստագետ, անկասկած, ես կասկած չունեմ դրա մեջ։ Այստեղ մի դիտարկում հայերը մեծ մասը միշտ եղել են արվեստասեր եւ մշակութասեր, հենց իրենք են ստեղծագործել, էլի ստեղծել ամենը, մի քիչ այդքան շատ ծայրահեղացնում եք, էլի։ Չէ, գիտեք ինչ, սովետական կարգերի ժամանակ, այո, որովհետև արվեստագետներին սովետական կոմունիստական գաղափարախոսությունը օգտագործել է իր պրոպագանդայի համար։ Գիտեք ինչ է նշանակում, մենք գործիք էինք կոմունիստների պրոպագանդայի համար, որ մեծ արձաններ շինվի, մեծ պրոգինը կարմիր դրոշներ նկարվի եւ այլն, դրա համար արվեստագետները բան ունեին, բժիշկների նման ինչ-որ տեղ ունեին, հարգանք ունեին, եւ որովհետեւ այդ հարգանքն ու բանը կար ու լավ էին ապրում, նրանք որ կոմունիստ էին եւ կարողանում էին կատարել կոմունիստների գաղափարախոսությունը արտահայտել արվեստով։ Հենց որ մեկը մի քիչ մինասի նման մարդիկ, երբ որ սկսեցին տարբեր ոճով աշխատանքներ ազատության մեջ մտնել, խփեցին, մայրցրեցին, բարուսեվակ եւ այլն։ Սրանք փաստեր են։ Ձեր աշխատանքներում հիմնականում ոսկեգույնն է գերակշռում։ Ինչով է դա պայմանավորված, ինչ եք ուզում դրանով ասել։ Ամենաազնիվ մետաղն է, որ մենք գիտենք, այսինքն ամենաազնիվ մետաղներից մեկը պլատինումն է, շատ ազնիվ, բայց որտեղ ոսկին շատ ավելի տարածված մարդկային համամարտկային մասշտաբով, քան թե ասենք պլատինումը կամ մյուս սուղ, սրանք սուղ են, բայց
ոչ թե միայն ազնիվ, այլ միևնույն ժամանակ ոսկին իր մեջ ունի որոշ տաքություն, որպես մետաղ, տաքությունը համեմատվում է արևի հետ, որտեղ արևի բոլոր ժողովուրդների մշակույթները սիրել են ոսկին կապելով արևի հետ, եւ ոսկի միևնույն ժամանակ ինձ համար ես ինչքան որ սկսում եմ պրպտել ու մեջը մտնել շատ ավելի տեսնում եմ որ ամենամոտիկ կարող է սիմվոլը լինի Աստծո հասկացողությունը Աստված ոչ թե ճերմակ մորուքով մեկը վերևը նստած ես դες բաներ չեմ մտածում բայց տիեզերք որ տիեզերական գիտակցությունը որ կա անհուն տարածություն ու անժամանակ ոչ մի բան չի փոխվում ոսկու հետ ոչ մի բան չի փոխվում ես որ ոսկին հрамցնում եմ ժողովրդին 4.5 միլիարդ տարվա կյանք ունի ու հələ կգնա գերեք այսինքն անժամանակ մի նյութ բայց նորից նյութ է դեռ վերջնական ասին գիտակցություն չի որ չես տեսնում բայց անսպասելի անբացատրելի ուժ ունի մեջը ես կարծում եմ որտեղ ես որոշ նյութի պետք ունեմ ֆորմաներ ստեղծելու ոսկին ամենաճիշտ բանն եմ գտնում ես աշխատելու մեջ որտեղ մի ժամանակ Ամերիկայում երբ որ Նյու Յորքում էի ապրում 23 տարի եւ ապրեցի արվեստի ժամանակակից արվեստագետների բնի մեջ ես էլ տեղ ունեի բոլոր իմ շրջապատս իմ հարևաններս արվեստագետներ էին ու համաշխարհային անուն ունեցող արվեստագետներ էին սրանք ահագին բան սովորեցի դրանցից եւ տեսա որ ես ինչ որ սովորել եմ սովետական միության մեջ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այդ երկրի մեջ տեսա որ սրանք գալիս են նյութերից սրանք ուրիշ պետքություններ ունեն այն ժամանակաշրջանի մեջ որ ստեղծում են իրանց ազատագրել եղած կապերից որ արվեստն էլ իր բաները շղթաներն ունի որ քեզ կարող է շղթայել պատմության մեջ ոնց կտրես դրանք ազատվես ու սկսես նոր մի շարժում ես էլ տեսա որ սրանք այս բաներն են անում ես էլ իրանցից մի քիչ հեռու գնացի դա ոսկին դրեցի ամբողջ այն տարածությունը որ ես էի ապրում ծայրից ծայր գետնից էլ մինչև վերև աջ ցախ ամեն անկյուն ամեն ինչ որ կար չկար իմ տարածության մեջ զուգարանից խոհանոցից Իվանյան բոլոր ոսկեպատեցի Երբ որ մտնում ես մեջ ոնց նո սա ինդուստրիալ բանա ոսկե վերջում սկսեցի 24 քարատ իրական ոսկով աշխատել բայց տարավ դեպի իրական ոսկին որտեղ իրական ոսկին ավելի ուրիշ տեսակ ուժ ունի մեջը որտեղ իրական ոսկին ուրիշ տեսակ է կարդացվում բայց նորից այնքան ոսկեր որ մեկը չէր կարողանում ճոգել որ սա իրական չի կարևոր չի արվեստի մեջ նկարիչը եթե արյունա բանանում ասեն գոյան որ արյունա նկարում ինքը իր արյունը դնելու պետք չունի այնց նկարում որ դու կարդում ես որ սա իր խփեցին ես մարդուն արյունահոս լինում Դե գիտեք ոսկու համար են չէ բոլորը իրար սպանում իրար հետ վատանում եւ փողի մի տեսակ արվեստի միջոցով էլ ոսկու մասին հիշեցնելը մի քիչ դաժան չի որտեվ սխալ են մտածում սա նյութը ոնց է ուր ես շեշտը դնում այդ բանի վրա առոգանությունը դեպի այդ կողմը կարող է ստանել շատ բուդդիստներ իրանց արձաններն են ոսկեպատում որտեվ ուզում են ցույց տալ որ հոգևոր աշխարհի մասին խոսելու համար ոսկուն են գնում երբ որ մի շատ լավ անձ են տեսնում ասում են ոսկի մարդը չի նշանակում որ էսի հարուստա գրվաներ լիքնա կամ չեման միջ որտեվ իր մեջ այնքան մաքրություն ու այնքան ազնվություն այնքան սիրվելիք
կողմեր, արժեքներ ունի, այս արժեքները նրանք գնահատում են ոսկու հետ, որտեղ ոսկին ունի սա։ Ու այս ձևով ամեն բանաստեղծ օգտագործել է ոսկին որոշ իրենց բանաստեղծությունների մեջ, որ չի նշանակում, որ ինչ-որ ոսկին միայն նյութական։ Այն վերջում իհարկե, երբ որ տեսել են, որ շատ դժվար է ոսկի գտնելը, ոսկի ունենալը բան ուժ է դառնում նյութական հողի վրա, սկսել են ոսկի առնել, պատվալները դնել եւ այլն, բայց դրանից առաջ մշակույթների մեջ ոսկին չի օգտագործվել որպես նյութական ուժ, օգտագործվել է միշտ ceremonial, ceremonial բաներ անելու մեջ, բանից Peruvian մշակույթներից, Հնդկաստանից, Չինաստանից, սրանք արել են միշտ իրանց կրոնական բաները, իրանց հավատները արտացոլելու համար։ Եվ դրանք ավելի ճիշտ են տեսել ոսկու արժեքը, թե ինչ էր, քան թե նյութապաշտերը, որ տեսել են, սրանց եթե շատ ունենաս, կարող ես ժողովուրդների վրա իշխել, որովհետև կարող ես գնել դրանց։ Եվ այդ մոտեցման ձևը մինչև հիմա է գնում, առանց ոսկու էլ, փողն է, որ հիմա ինչքան որ փող ունենաս, այդքան մարդկանց վրա կարող ես իշխել, նստել։ Ահագին տարօրինակ բռի մարդիկ կան, որ կարողացել են գոհանալ, անել, հավաքել նյութ եւ այդ իրանց այդ գրեհիկ մոտեցման ձևով կարողանում են շատ բանի վրա իշխել, բայց սրանք բոլոր ժամանակավոր բաներ են, դա երբեք Ձեր աշխատանքների պատվիրատուները ովքեր են։ Գիտեք, արևմուտքում սրանք արվեստ հավաքողները ընդհանրապես տարբեր տեսակի բաներ խավեր կան։ Շատ սիրողներ կան, նրանք գնում են միայն որ սիրում են։ Սրանք արվեստասերներն են։ Եվ դրամ ունեն, եւ սեր ունեն։ Սա հիանալի ամենակարևոր արվեստագետի հավաքող ուժերն են։ Երկրորդը կա, որ մարդիկ ցուցամոլ են, երբ որ արվեստագետը անուն ունի եւ նշանավոր է դառնում, ուզում են ցույց տալ իրանց շրջապատների մեջ, որ մենք էլ ունենք Սարյան։ Ոչ մի բան չի հասկանում, թե Սարյանը որտեղից է գալիս, ինչի է այս տեսակ նկարել, մի քանի բառ կարող է ստեղծներից ականջի բանով թրծրել է, բայց ամբողջովին անհասկանալի, բայց ես ունեմ Սարյան։ Եվ երրորդը կա, որ գիտի, որ եթե Սարյան ունենա, կամ Այվազովսկի ունենա, կամ Պիկասո ունենա, սա ոսկու նման մի բան է, որտեղ արվեստն ու ոսկին, արվեստը միշտ բարձրանում է, ոսկին կարող է երբեմն իջնի։ Արվեստագետի գործը միայն բարձրանում է, որպես գին, որտեղ երբ որ արվեստագետը մահանում է, չի շինում։ Սա կանգնած բանա իրականություն է, որ ով որ ունի, այդ կշահի ավելի շատ ու սկսում են իրար ծախել։ Ուրեմն երեք տեսակ, նրանք որ սիրում են, նրանք որ ցուցամոլ են, մյուսները որ որպես ոսկի գնելու տեղը investment, ուղղակի առնում են որպես investment։ Այս տեսակ մարդիկ են առնում։ Նրանք որ շատ դրամ ունեն եւ շատ դրամ ունեցողներ կան, եւ որտեւ իրենց թաքսերից կարող են հանել, ձևեր ունեն, ես խապելու, անելու եւ կարող են վերջը $1 միլիոն առնել, $10 միլիոն թաքս հանել մի ուրիշ թանգարանի տալով նվեր։ Որտեղ գինը կբարձրանա, երբ որ բարձրացավ, կասի սա 10 միլիոն արժի։ Ինքը 1 միլիոնով առել, 10 միլիոն tax, սա 1000 անգամ օգուտ կունենա։ Լինում է, որ մեծահարուստները գալիս ասում են եկեք մեր տունը ոսկե պատեք։ Մի քանի հոգի եղան,
սկզբնական շրջանում եւ հետո իմ ազատության համար ամենտեղ չես կարող ոսկե պատել։ Գիտեք, իմ տարածություններ կան, որ հետաքրքիր են բնականորեն, որպես ճարտարապետական մի կառույցք, իսկ շատ տեղեր հետաքրքիր չեն, որ ոսկե պատես կամ ներկես, ոչ մի բան չի փոխվի, քեզ չի տա այն պետք եղած փորձառությունը որպես արվեստ։ Ես դրա համար սկսեցի իմ գործերս բաների վերածել տարբեր յունիտ, այսինքն փոքր մասերի, որ նման են, ասենք, այսինքն ոսկե սկսեցի կավով սարքել որոշ չափի մասնիկներ, որ սրանք կարդացվում են ոնց որ ոսկու այս մոտեցմամբ արված, շատ բնական եւ ոչ թե sense զիզիբի սարքված, որ կարդացվի բոլոր ոսկու բնությունը լինի մեջը, արձանի մեջը, որ կարդացվի որպես ոսկե ֆորմաներ։ Նրանից հետո 24 քարատ ոսկե թերթիկներ կան, շատ փոքր թերթիկներ են, սրանքի մի քանի սանտիմետրով, մի քանի սանտիմետր, ասենց այս չափերի 3 ինչ ենք ասում մենք, հիմա ինչը սանտիմետր լավ չգիտեմ որ փոխեմ։ Սա ամենասուղ իրական ոսկե թերթիկներն են, այդ թերթիկներով աշխատանքը վերջացվում է, որ ստանա վերջնական իր խարակտերը դառնա, էլի, որ բնությունը դառնա, որ ոսկե է սա։ Եվ կարդացվում է ուղղակի իրական ոսկի, որտեղ ֆորմաները տակի, փափուկ, այն ձևով արված, որ կարծես դիեզերքը քեզ երբ որ պայթել է, ասեց ուղարկել է, էլի, ասեց մի հատ մեծ, կույտ։ Ես հասկացա, որ դուք շուրջ 60 տարի Հայաստանում չեք եղել։ Ինչու այդ պայմաններով այդքան ժամանակ չէիք այցելել Հայաստան։ Չէ, ես այցելել եմ մի քանի անգամ, բայց առաջին ցուցահանդեսն է, որ կազմակերպվեց Քաֆեշյան արվեստի կենտրոնում։ Ես արել եմ 10 տարի առաջ այս գործը, բերել եմ հիմա 3 տարի վերցրեց մեզ, որ կարողանանք մեղից ինչ-որ միշտ զբաղված եմ լինում, հիմա որ ետ վերադառնամ, ուրիշ թանգարանների համար գործեր պետք է անեմ Ամերիկայի մեջ, արդեն մի հատ գործ ունեմ, որ Brooklyn Museum-ում ցուցադրվում հենց հիմա, անցյալ նովեմբերից մինչև հուլիս ամիսը ցուցադրության մեջ է լինում, շատ կարևոր ցուցահանդես էր, 9 մետրանոց գործավ 2 մետր բարձրությամբ։ Փոփոխություններ նկատեցիք, այսինքն ինչպես էիք թողել Հայաստանը եւ ինչպիսին տեսակ։ Հայաստանը, երբ որ ես թողեցի, իհարկե 60 տարի առաջ շատ ավելի մաքուր էր, շատ ավելի վարդագույն էր, նոր էին շենքերը, եւ ճանապարհների այս փոսերը բաները, ասենք, որպես քաղաք չկային։ Ես ազատությունը սիրում եմ, կասկած չկա դրա մեջ, որ բավականին ազատ ենք, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ, որ չափից դուրս լարվածություն կա ժողովրդի մեջ իրար նկատմամբ։ Այդ մասը ինձ խեղճացնում է մի քիչ։ Եթե 19-ամյա Զատիկ Զատիկյանը հանդիպեր ձեզ, ինչ կասեիք իրեն, ինչ խորհուրդ կտայիք։ Կասեի ապրես տղես, որ բախտը քեզ ճիշտ ճանապարհի վրա է դրել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք ամերիկաբնակ արվեստագետ Զատիկ Զատիկյանի հետ։